Արցախից հայտարարում են Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունը։ Ռուսական մեկ բեռնատար օգնության համար Աղդամի ճանապարհի բացումից 3 օր անց Լաչինը շարունակում է փակ մնալ Հայաստանից մարդասիրական մատակարարումների համար։ Չնայած երբ Արցախի իշխանությունը համաձայնեց ընդունել Աղդամով ռուսական բեռը, հայտարարեց Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի կողմից վերականգնելու հարցով ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սակայն ձեռնպահ մնաց բացահայտել, թե ում միջնորդությամբ է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ Պայմանավորվածությունը եղել է հետևյալը. ռուսական կողմը իրենց հումանիտար բեռը ուղարկեց Արցախ, դրա փոխարեն Ադրբեջանը պետք է բացեր նաև Բերձորի միջանցքը, բայց մենք տեսնում ենք հերթական անգամ փաստորեն Ադրբեջանը իր պարտավորությունները չկատարեց։ Հայաստանի եւ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը 22 բեռնատարներով Լաչինի միջանցքից ոչ հեռու Կորնի ձորի մոտ շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել։ Բեռների մեկ ուրիշ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում։ Արցախում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր գնահատող Հայաստանի վարչապետը այսօր ասում էր, 1000 փաթեթ պարունակող ռուսական բեռը չի կարող իրավիճակի վրա տեսանելի ազդեցություն ունենալ։ Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի հարգելափակումը վերացնելու մասին։ Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հետագա մատակարարումները ապահովելու համար։ Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում եւ քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Բայց թե ովքեր Փաշինյանի հայտարարությունից պարզ չդարձավ։ Արցախի նախագահի խորհրդականը հաստատեց, որ բանակցություններ կան ու արցախցիները ներգրավված են։ Միակ բանը, որ Բաբայանի հայտարարությունից պարզվեց, դրանք Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումներ չեն։ Հանդիպումներ են լինում, թե առաջարկներն են փոխանցվում ձեզ, օրինակ նույն ռուս խաղաղապահների միջոցով։ Իսկ խաղաղապահների հետ հանդիպումներ լինում են, իհարկե, եւ այլ կառույցների հետ, բայց Ադրբեջանի հետ մենք հանդիպումներ չունենք։ Կարմիր խաչը միայն բժշկական տարհանումների մասին է հայտնում։ Այսօր օրինակ Արցախից 9 բուժառու ուղեկցողների հետ նրանց միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։ Մեկը կվերադառնա Արցախ։ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ասաց, այս պահին բոլոր կողմերի հետ չունեն որևէ ճանապարհով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համաձայնություն, թե կոնսենսուսի կայացմանը կողմերից որ մեկն է խոչընդոտում չմանրամասնեց, նաեւ չասաց, թե ովքեր են իրենց երկխոսության կողմերը։ Չունենք նաև մարդասիրական փոխհամաձայնություն բոլոր որոշում կայացնողների կողմից, ինչի հետևանքով մեր կազմակերպությունը իր ձևաչափով չի կարող բեռնափոխադրումներ իրականացնել, որովհետև ըստ մեր ընթացակարգերի միակ ճանապարհը դա անելու դա բոլոր որոշում կայացնողների համաձայնություն ստանալն է, ընդ որում այստեղ խոսքը գնում է ցանկացած ճանապարհով, որը ապահով, անվտանգ եւ համաձայնեցված կլինի որոշում կայացնողների կողմից, լինի դա Լաչինի միջանցքը, լինի դա Աղդամի ճանապարհը կամ որևէ այլ ճանապարհ։ Իսկ հումանիտար իրավիճակն Արցախում օրորի է վատթարանում։ Երեկեր չեմ հաստատել, այսօր հույս չկա, ընդհանրապես գնամ երեխեքին ինչ կարծեմ չգիտեմ։ Ստեփանակերտից Արևիկ Մելքումյանը պատմեց, երեկվանից հաց չկա։ Ու մեծ հարցական է վաղը կլինի թե ոչ։ Մարդկանց այսօր նոր կտրոններ են բաժանում, թե վաճառքը երբանից կկազմակերպվի, ոչ մի կոնկրետություն։ Պաշտոնապես միայն հայտարարվել է, այդ տեղեկությունը կհաղորդեն հավելյալ։ Արևիկի փոքրը 5 տարեկան է, մյուս երկուսը 14 ու 20 տարեկան զավակները գիտեն, վերջին անգամ տուն մտած հացը ամենափոքրինն է, 4-րդը բանակում է։ Վերջ տալու հաց վերցրեն եմ, ես իմացել եմ, որ վերջինն է։ Մենակ փոքրի համար են պահել, երեխեքից խնդրել են, որ այդ հացին չկպնեն։ Մենակ փոքրիկը ուտի իր հետ տանի դպրոց կա, ինքը որ զրո է հաճախում։ Մենք օրինակ մանկապարտեզում էլի ճաշպան ենք տալիս, դպրոցներում չեն կարող անել։ Ինչ էլ հնարավոր է գտնել, Արևիկն ասաց շատ թանկ է, բայց աստղաբաշխական գին դնողներին էլ չի մեղադրում։ Շատ ահավոր վիճակ է։ Պամիդորի կիլոն արդեն 3000 դրամ, 4000 դրամ վարունգն է։ Ոնց առնես, ասենք ուզում ես բորշ սարքես, գոնե մի օր կորը ուտես։ Ոչ շական դեղը կա, ոչ գազարը կա, կաղամներ 3000, երկուսու քեզ 3000 նայած ով է էլի բերում որտեղից, ախր իրանց էլ չեմ զարմանում, որ սալարական թանկ են առնում, հերուտեղից էլ բերում են, նենց են ծախում, որ կապակի էլի։ Ինչ անենք, դիմադրում ենք, դիմանում ենք, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ միայն թե պատերազմ չլինի։